Ատվինտա։ Իմ հոբին ավիացիան է, բայց ես կարծում եմ, որ ավիացիան հոբի երբեք չի լինի։ Իհարկե ոչ։ Շատ լավ։ Կյանքը եւ բախտը բերեց թատրոն եւ ես ուրախ եմ։ Ես առաջին անգամ լինելու այդ հրաշքը շատ եմ սիրում։ Անհետաքրքիր կլինեմ ես ինքս համար, եթե ես հոբի չունենամ։ Ես Վաչե Երիցյանն եմ, ծնվել եմ 1993 թվականին Հրազդան քաղաքում, մասնագիտությամբ դերասան եմ։ Իհարկե ոչ։ Թատրոնը, ֆիլմերը ու այս պրոցեսները ինձ համար շատ հետաքրքիր են եղել միշտ, բայց ես դերասան չեմ ուզել դառնալ եւ չեմ երազել, դա ավելի հասուն տարիքի որոշում է։ Ի սկզբանե դա եղել էր Թատերական ինստիտուտ ընդունվելը ընդամենը մի տարի ժամանակ փախցնելու, որպեսզի պարապ չմնամ եւ ինչ-որ բանով զբաղվեմ, որից հետո նոր կընտրեի իմ հիմնական մասնագիտությունը։ Բայց կյանքը եւ բախտը բերեց թատրոն եւ ես ուրախ եմ։ Իմ հոբին ավիացիան է, բայց ես կարծում եմ, որ ավիացիան հոբի երբեք չի լինի։ Կամ ավիացիայով պիտի զբաղվես, կամ սիրես ավիացիան հեռվից կողքից։ Ես իմ ամեն ինչ անում եմ, որ լինեմ ավիացիայի մեջ եւ ոչ թե կողքից նայեմ։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Ես Վաչեն եմ։ Արտուր, շատ ուրախ եմ։ Եվ ուրախ եմ, որ ստեղ եմ։ Ազատ Էրֆիլդ։ Համեցեք, եկեք։ Կարող ենք։ Անցնենք, հայ, Շնորհակալ եմ։ կանցնենք ինքնաթիռի մոտ։ Ես միշտ լսել եմ ձեր մասին, բայց առաջին անգամ եմ։ Ու շատ ուրախ եմ, որ սենց տեսնում եմ, համ տեսարանն է լավ։ Դե համ ինքնաթիռ կա, որտեղ ինքնաթիռ կա, այդ արդեն լավ է։ Ես էլ եմ շատ ուրախ, մենք էլ ենք ուրախ։ Ինքնաթիռը Cessna 182 ինքը նախատեսած է ընդհանուր նշանակության թռիչքների համար, այսինքն հիմնականում օգտագործվում է ընդհանուր ավիացիայում ընտանեկան, ընկերական թռիչքների համար, կարա օգտագործվի նաև այլ նպատակներով, գյուղատնտեսական, իրանով հնարավոր է նաև skydiving անել, այսինքն պարաշուտով մարդիկ կարող են թռնել։ Աշխատում եմ հիմնականում աշտարակի թատրոնում, մասնակցում եմ հեռուստատեսային պրոյեկտներին, ֆիլմերում եմ նկարվում։ Նա ինձ բերել է հաջողություն, նա ինձ բերել է իմ սիրած մասնագիտությամբ զբաղվելու ամենամեծ երջանկությունը։ Փոքր ժամանակ հարցնում էին ինչ ես ուզում դառնալ, երբեք չեմ ասել օդաչու։ Բայց հիմա հենց հարցնում են ինչ ես ուզում դառնալ, առաջին պատասխանը օդաչուն է։ 2 տարի առաջ դիմել եմ ավիաուսումնական կենտրոն, որպեսզի մասնակցեմ դասընթացների, բայց պարզվել է, որ մեզ մոտ պիլոտներ չեն պատրաստում։ Բայց 2 տարի հետո Սլովենիայի հետ կնքվեց պայմանագիր, որ Հայաստանում բացեն օդաչուների պատրաստման դպրոց։ Սաղ կյանքը սովորում է։ Սաղ կյանքը սովորում է։ Կյանքը առաջ է գնում ամեն օր թազա բաներ է դուրս գալի, թազա սիստեմաներ է դուրս գալի։ Ասենք էսի բաննա ստրոթլ է կոչում, գազ։ Էս էլ դե կարմիրա ստոպ է, չի կարելի ձերտալ օդի մեջ։ Հետո նավիգացիոնի պրիբորները, այսի ավիագարիզոնտն է, ինքը սենց որ միացնենք, ինքը սենց ուղիղ է գալի կաղնում, էսի գետնին է։ Հիմա եթե քաշում ենք դեպի մեզ, կապուտը իջնում է ներքև, մենք վեր ենք։ Հա, ցույց է տալիս, որ էս դիրքվա։ Ահա։ Թատերական ինստիտուտը օգնեց գիտելիքով, կրթությամբ, սահմանների մեջ դնելով։ Ես կարծում եմ, որ ինձ մոտ գիտելիքը պետք էր եւ սահմանների մեջ դնելը պետք էր։ Իսկ հայր Սեբաստյանը մահացել է։ Ֆելիպեն չէ՞, Ֆելիպե չէ։ Մարին Դյուվալը եւ Լամբերը։ Մահ։ Հայտնի լինելը իրանից ենթադրում է մեծ պատասխանատվություն եւ պարտավորություն, մանավանդ երբ հայտնի ես տարիքով ավելի ցածր եւ նոր զարգացող մարդկանց համար։ Ես միշտ պատկերացրել եմ, թե ինչ է կատարվում, որ ինքնաթիռ բարձրանում է օդ։ Ես դրա հստակ մեկնաբանությունը ձևը չգիտեմ, F-ը հավասար է MS կամ MJ-ին, բայց
պատկերացումով ես հասկանում եմ այդ ինչա կատարվում։ Ուսերը երևի դրանից է, որ այդ տոննայանոցը բարձրանում է վերև։ Ատվինտա Հրամանատարն ասեց ղեկավարի։ Ես փորձեցի հասկացա այդ ինչ չափա, ինչ լուֆտեր ունի շտուրվալը եւ այլն, բայց քանի որ չի կարելի, որովհետեւ ես լիցենզիա չունեմ եւ իմ կողքը վարպետ է նստած, բնականաբար ինձ մնում է մենակ նայել, ուսումնասիրել եւ վայելել։ Կերպարին մոտենալը ու կերպար ընդունելը ընդհանրապես ամենադժվար եւ մինչեւ վերջ չհասկացված, որովհետեւ դու չգիտես ի վերջո հաջողվեց քեզ մոտ թե ոչ։ Ես երևի Միգուցե ձեզ ինչ-որ բան հյուրասիրեմ։ ինչ-որ բան հյուրասիրեք։ Շատ լավ։ Շատ լավ։ Կոմեդիա թե դրամա։ Երկուսն էլ ինձ համար շատ հաճելի են։ Մի քիչ իմ տեսքը այնպեսին է, որ դրամատիկ դերեր մի քիչ դժվար է ինձ տալը, բայց երևի դրամատիկ դերերն են ինձ համար ավելի մոտ եւ ընդունելի։ Ես ավելի հեշտ եմ ընդունում դրամատիկ դերերը։ Ինձ համար սա նման է ներկայացման։ Տեսեք, ներկայացումը ունի սկիզբ, զարգացում, կուլմինացիա եւ ավարտ։ Թռիչքն էլ ունի։ Ինչից է սկսում, ոնց ես մոտենում դրան, ամեն ինչը եւ մոտեցումն էլ է տենց, շատ պատասխանատու։ Ինքդ քո հետ պատասխանատու առաջին հերթին։ Տեխնիկայի հետ, ոնց է մերը բեմի հետ, մեր պարտներների հետ։ Շատ նման զուգահեռներ կարելի է տանել։ Վարակույրը բացվեց, հանդիսատեսը հենց դիմացդ հենց այդ պահին նայում է եւ ոչ մի փոփոխության կարիք ու հնարավորություն չկա։ Ես առաջին անգամ լինելու, հենց այդ պահին լինելու այդ հրաշքը շատ եմ սիրում։ Ես չէի թռել փոքր ինքնաթիռով եւ ինձ համար շատ հետաքրքիր էր այդ կառավարումը, որովհետեւ երբ որ հրամանատարը կառավարում էր ինքնաթիռը, ես անընդհատ փորձում էի նայել ինչա անում, ինչա կատարվում հիմա ինքնաթիռի հետ եւ հրամանատարը հենց հիմա ինչ գործողություն է անում։ Հիմա որ փորձեմ հիշեմ ինչ է զգում, դժվար կարողանամ, բայց հիշում եմ որ աննկարագրելի էր զգացողությունները։ Ես օդաչու դառնալու մասին լուրը քիչ եմ հայտարարել, սկզբից դե ընտանիքում հայրիկիս ասեցի, «Այ լավ է, ինչ ես բանանում, հեչ դրա բանը չի», մի խոսքով մամայիս ասեցի, ամենաշատը հավատում է կինս։ Այսօր որ թռանք, զանգեցի, ասեցի, ինքը ուրախացավ, նվեր ունի ինձ համար պատրաստած։ Դե մայրիկս վախենում է, մայրիկիս էլ զանգեցի, ասեցի, «Լավ էլի, լավ է, ես այդտեղ չեմ եղել, բան, ես նկարահանման եմ, դու ինչի՞ պիտի ստեղ լես»։ Բայց բոլորի զգացողությունն էլ մի քիչ վախի չափաբաժին կա բոլորի զգացողությունների մեջ, բացի ինձնից։ Իմ ամենասիրած ինքնաթիռը Boeing 777-ն է, 37-ը, 777։ Դա ամենաերկար ինքնաթիռն է Boeing-ների մեջ։ Ինձ համար շատ սիրուն ինքնաթիռ է, էլի, ինձ ներկայանալի։ Չնայած բոլորն եմ սիրում, 787-ն է շատ սիրուն, Dreamliner, տենց են անվանում։ Ամենապրակտիկը 737-ը, որ էլի շատ սիրուն ինքնաթիռ է։ Կան, ամեն մեկը իր գեղեցկություն ունի, A380-ը իմ երազանքն է։ Իմ նշաձողը քաղաքացիական ավիացիայում աշխատել որպես օդաչու։ Ճանապարհը սարսափելի դժվար է։ Գիտեմ, որ եթե ես սկսեցի սովորել, արդեն պետք է աշխատեմ եւ գնամ իմ նպատակի հետևից։
Աստված տա տենց լինի, որ իմ մասնագիտությունը թողնեմ եւ գնամ այնտեղ։ Կապսոսամ։ Շատ կապսոսամ։ Այդ օրը ես չեմ տեսնում դեռ այդ օրը, որ ես պիտի նստեմ ու որոշումը կայացնեմ դրա։ Ինձ թվում է այդ օրը շատ ավելի ծանր կլինի, քան հիմա որ սենց արխային ասում եմ, այո, ես կթողնեմ այդ մասնագիտությունը։ Ինչի համար է պետք հոբին, ինձ թվում է դա թույլ է տալիս հասկանալ, որ դու ապրում ես, որ դու մարդ ես իր բոլոր լավ իմաստներով ու քեզ տալիս է նպատակ գնալու ինչ-որ տեղ։ Իսկ այդ ինձ թվում է մարդու ինքնագնահատականի ու ինքնակատարելագործման համար շատ մեծ բան է։ Անհետաքրքիր կլինեմ ես ինքս համար, եթե ես հոբի չունենամ։ Եթե պատկերացնենք, որ ես առաջին անգամ եմ խցիկում եւ հիմա պիտի ողջունեմ հարյուրավոր մարդկանց, շատ ուրախ կլինեմ, ինձ թվում է կմոռանամ ողջունեմ, բայց եթե ողջունեմ, նախ շնորհակալություն կհայտնեմ, որ ընտրել են հենց այդ ավիակամպանիան, կբարևեմ, շնորհակալություն կհայտնեմ իմ առաջին օդաչուին, իմ հրամանատարին, դե որովհետեւ ես նստելու եմ երկրորդ բնականաբար։ Եվ կասեմ, որ սա իմ առաջին թռիչքն է, բայց դուք հանկարծ չվախենաք։